Դեռահասությունը վաղուց այլևս միայն անցումային տարիք չէ, արագ փոփոխվող աշխարհը, սոցիալական ցանցերը եւ տեղեկատվության անսահման հոսքը նոր մարտահրավերներ են ստեղծել, որոնց բախվում են թե դեռահասները, թե նրանց ծնողները։ Այսօրվա դեռահասի ներկայացվող մարտահրավերները եւ համապատասխանաբար դեռահասի ծնողների ներկայացվող մարտահրավերները այլ են, որովհետև փոփոխվող աշխարհում հատկապես պետք է անդադ լինել փոփոխություններին համընթաց եւ լինել այդքան ճկուն այդ փոփոխություններին դիմակայելու համար նաեւ։ Տեսեք, եթե նախկինում դեռահաս էինք իրեն համեմատում էր իր ընկերոջ, հարևանի, դասընկերուհու հետ, այսօրվա համեմատության սպեկտրը դեռահասի կյանքում շատ մեծ է, որովհետև կան սոցցանցեր, որոնք շատ իդեալականացված հարաբերություններ են ներկայացնում, իդեալականացված արտաքին են ներկայացնում եւ դրանք կարող են հաճախ խոչընդոտել, որ դեռահասը ինքը կյանքի հանդեպ սպասումների ձևակերպման, սահմանման համար ունենում է խնդիրներ։ Մշտական համեմատությունը կարող է վերածվել ներքին պայքարի, երբ սեփական հնարավորություններն ու սոցիալական ցանցերում տեսած պատկերները չեն համընկնում, դեռահասը հաճախ սկսում է կասկածել ինքն իրեն։ Շատ կարևոր է, որպեսզի ծնողների արձագանքը լինի շատ հավասարակշռված, շատ համաչափ, որովհետև հաճախ ծնողների այս կամ այն արձագանքով է պայմանավորված, ինչքանով կարող է ամրանալ այս կամ այն վատ սովորությունը դեռահասի կյանքում։ Եվ հատկապես եւ սեռային կողմնորոշման հետ կապված խնդիրներին եւ ինքնավնասման դեպքերին ծնողները հաճախ շատ խոճապային արձագանք են տալիս։ Հաճախ բոլորիս կարծում եմ հետաքրքրում է որն է միտումը, հաճախ միտումը հիմքում ունի ոչ միայն այն, որ դեռահասը հուսահատության մեջ է, միայնության մեջ է, հոգեբանական լարվածության մեջ է, երբեմն դա լինում է նաև ահազանգ ուշադրություն գրավելու, ուշադրության արժանանալու եւ շատ ցավով պետք է նշեմ նաև հաճախ այն նաև ընդօրինակված վարքագիծ է այս կամ այն ընկերոջից։ Սակայն մասնագետներն ընդգծում են խնդիրների խորացման պատճառը միշտ չէ, որ միայն արտաքին ազդեցություններն են։ Շատ դեպքերում վճռորոշ նշանակություն ունի ընտանիքում ձևավորված հաղորդակցությունն ու ծնողի հետ հարաբերությունների որակը։ Հաճախ որքանով էլ օտարացումը ծնողից դեռահասության տարիքում ինչ որ առումով օրինաչափ է, երբեմն մենք բախվում ենք շատ խորքային օտարացման հետ եւ այս պարագայում շատ կարևոր բան է անհետանում ծնողի եւ դեռահասի միջեւ, դա կապն է։ Եվ եթե մենք ունենում ենք հուզական կապի բացակայություն, հետեւաբար լինել տեղեկացված դեռահասի կյանքից, լինել տեղեկացված դեռահասի խնդիրներից, կարծում եմ, որ դա անհնար է դառնում, որովհետև այդ կապի առկայությունն է, որ մեզ դարձնում է հասանելի դեռահասին եւ դեռահասին հասանելի է դարձնում մեզ։ Իսկ երբ որ ծնողների ընկալումը դեռահասի հանդեպ սա է, որ նա դժվար երեխա է, դժվար տարիքում է, հետեւաբար սա ավելի է խզում կապը, այլ մեր ծնողների մոտեցումն ու ընկալումը դեռահասի հանդեպ պետք է լինի այն, որ ոչ թե նա դժվար երեխա է, այլ կամ դժվար դեռահաս է, այլ նա դեռահաս է, ով ունի մեր օգնության կարիքը։ Մասնագետի խոսքով դեռահասի բարեկեցության վրա ազդեցություն ունեն ոչ միայն ծնողները, այլև հասարակության միջավայրը, որտեղ նա ապրում է։ Հենց այդ պատճառով հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալումներն ու վերաբերմունքը եւս կարևոր նշանակություն ունեն։ Ինչ վերաբերում է միջավայրին կամ հասարակության, ինչպիսի ընկալում պետք է ունենա դեռահասներին բնորոշ խնդիրների հանդեպ, ուզում եմ նշել այստեղ մի շատ կարևոր հանգամանք, որքանով էլ վերջին ժամանակներում համարում ենք, որ հոգեբանական առողջությանն ուղղված հարցերով իրազեկված է հասարակությունը, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այդ իրազեկումը ավելին պետք է խորացնել եւ հոգեբանին դիմելը չպետք է ասոցացվի թուլանալու, լուրջ խնդիրների դրսևորում կամ պատճառ, որովհետեւ պետք է իրազեկվի հանրությունը, որ օգնության դիմելը չի նշանակում, որ մենք թույլ ենք եւ կորցրել ենք մեր ուժը։ Մասնագետների գնահատմամբ դեռահասների խնդիրների արդյունավետ լուծման հիմքում լսելու, հասկանալու եւ ժամանակին աջակցելու պատրաստակամությունն է, թե ընտանիքում, թե հասարակության մակարդակով։